Այս տղային ընդամենը մի քանի անգամ եմ տեսել։ Այդ ընդհանրապես կապ չունի։ Ուղղակի դու քեզ կողքից չես տեսնում, աչքերդ ոնց են փայլում, անգամ Հովոյի հետ խոսելուց տենց չի։ Ընդամենը ես շատ եմ ուրախացել, որ գնաց այս պատմությունը։ Ուղղակի ուրախանալ էր, բայց իմ համար ոնց որ զգացմունքներից բխող ուրախություն լիներ։ Վերջը համոզելու ես, հա։ Լավ, թող քո ասածով լինի։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե սխալվեմ։ Համել քո համար ինչ տարբերություն, ընկերոհի տում այդ երջանիկ կլինի։ Լիզա, կսպանեմ քեզ։ Լավ, կատակ եմ անում։ Հեչ կատակի նման չէր։ Ուշադիր ես եղել։ Վերջին օրերին այնպես բաներ են կատարվում, որ հետ դուրս չեն գալիս։ Ու գնալով ավելի շատ բաներ են լինելու, որ դուրս չեն գալու։ Երեք ինքդ ես Վիգենին տեսել։ Պետք է վերջ տանք ես ամեն ինչին։ Լարիսի մահից հետո կարծում էի կանք կառնենք։ Բայց ես գիտեի, որ դու մի օր փաստի առաջ ես կանգնացնելու։ Ես քեզ ընդառաջեցի, այվաս, որ փող աշխատես։ Դե նույն մեծահոգությամբ էլ ընդառաջի, որ դուրս գամ։ Ուշ։ Մենք մենակ չենք խաղում։ Ես, դու, Վիգենը ու այդ մարդիկ նույն նավի մեջ ենք։ Եթե մեզնից ինչ-որ մեկը թռնի, են մյուս երկուսը կխորտակվեն։ Հիմա պետք է աչքներս Վիգենից չփոկենք, որովհետև մարդիկ սպասում են, որ սխալվի, մի սխալ քայլ անի։ Ինքը անգամ չի էլ պատկերացնում, ինչ վտանգի մեջ է։ Դրա համար ես ու դու պետք է թիկունք կանգնենք Վիգենին, պահենք նրան։ Թիկունք կանգնել։ Դու։ Հա։ Քանի դեռ այս պատմությունը չի ավարտվել, այվաս։ Վիգենի համար ես ու դու ենք պատասխանատու։ Վիգենը մեղավոր չի ես ամեն ինչի մեջ, բայց կարա ամենամեծ գինը հենց ինքը վճարի։ Դրա համար եմ ասում, որ ես ամեն ինչ պիտի իմանամ, նրա ամեն մի քայլի մասին, ուր ա գնում, ինչ անում, ում հետ ա հանդիպում, որ կարողանանք գոնե մի քայլ առաջ անցնենք միշտ, որ հետո դիակներ չհաշվենք։ Գիտես, ես չեմ հավատում քո ասածներին։ Այնքան կիղտ ուտ ես խաղում, որ նույնիսկ տաղուտ ես ներքաշել ես ճահիճը։ Երեխեքի անուն չենք խաղացնում։ Ու այդ դու ես ասում։ Լսի, ես նույն բանը չեմ ուզում 100 անգամ ասեմ։ Մենք պետք է անենք, որպեսզի Վիգենը ոչ մի բան չկարողանա բացահայտել։ Որովհետև եթե ինքը հանկարծ բացահայտեց, դա ինքնասպանության նման բան է իր համար։ Ու դու էլ պետք է ամեն ձև խանգարես, որ ոչ մի բան չբացահայտի։ Հասկացար։ Այդ դու ես ասում։ Դու արդեն դեսանտ ես իջեցել Վիգենես տուն։ Այսինքն Սարիկ մի խաղա էլի։ Մի ժամ առաջ տղեդ Վիգենես տանն էր։ Ինչ գործ ուներ Հովոյի հետ։ Սպասի մի րոպե։ Սպասի Սարիկ։ Ինչ։ Վիգենից հեռու մնա։ Այդ ինձնից չի կախված։ Երեխուս պիտի վիրահատության տանեմ։ Ու չեմ ուզում հավատամ, որ ետել է քո համար մեկ։ Մեկ չի, կսպասենք։ Ճիշտ են ասում, էլի, որ երբեք մի սխալ չի լինում, միշտ հաջորդում է մյուսը։ Լսի, ես հիմա պետք է գնամ ավետի մոտ, շատ կարևոր է։ Դու էլ տես պայմանավորվի, որ երեխուն շուտ վիրահատես։ Եղավ, ինչով կկարողանամ կօգնեմ քեզ։ Վիգենը այս շրջանում հանգիստ կպահի իրան։ Դասամիջոց է։ Պահի։
Ալո։ Ներքևում եմ, քիչ ես քեզ տեսնեմ։ Հովոն եկել է հաշտվենք։ Դեմքիցդ չի ասի, որ ուզում էիր զանգել ինքը քեզ։ Ես ինչ էլ ասեմ, դու քո համոզմունքին ես մնալու, ես իջնեմ գամ։ Ալո, Եթե չեմ պատասխանում, ուրեմն ցանկություն չունեմ խոսելու։ ես չեմ զանգել, որ խոսենք։ Պետք է, որ զանգում եմ։ Դե իհարկե, դու երբ ես ինձ զանգել, որ ուղղակի հարցնես ոնց եմ, ինչ եմ։ Դու միշտ զանգում ես, երբ որ քեզ ինչ որ մի բան ա պետք։ Լսի, պետք չի ամեն ինչ միանգամից մոռանալ, մենք մարդ ենք վերջապես։ Գոնե իրար հանդեպ հարգանք պահենք։ Լսի, ես խրատների կարիք չունեմ։ Ասա ինչի ես զանգել։ Մեր վերջին խոսակցության ժամանակ դու բաներ ասացիր, որ պարզաբանելու կարիք ունեն։ Դե իհարկե, ամբողջ կյանքդ պարզաբանելով ես զբաղված, բայց մի շատ կարևոր բան չես պարզաբանել ինքդ քո համար։ Ինչ ես ուզում դու։ Դու միշտ ապրել ես ըստ հանգամանքների։ Հարցերիս պատասխանի կոնկրետ։ Ես ինքս կորոշեմ պատասխանել քեզ, թե չէ, պարոն գնդապետ։ Բայց գիտես, մի տեսակ շատ հաճելի է զգացողություն է իմանալ, որ դու ինչ որ պատասխաններ գիտես, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Ու ասեմ, որ դա ձեր երեքի ընկերության ամենաթույլ կողմն է։ Ինչ ես ուզում ասես դրանով։ Ուզում եմ ասել, որ ձեր իրականությունը չի համապատասխանում ձեր պատկերացրածին։ Դե իհարկե անցյալը վկա։ Դու սիրում ես, չէ՞։ Ինտրիգաներ, ինչ որ պատմություններ, պատմել, հետո ուրիշ ձևով ներկայացնել։ Դրանք քո ապրելակերպն են, այդ ամեն ինչ ամբողջ կյանքում։ Լսի, Վիգեն, ես ցանկություն չունեմ քո հետ խոսելու, բայց ուզում եմ, որ լավ հիշես, որ ես գիտեմ շատ ավելին, քան ասում եմ։ Ու երբ որ պահը գա, հաստատ չեմ լռի։ Ու ոչ համեստությունից, ոչ էլ վախից։ Այդ երկուսը իմ մասին չեն։ Լավ մնա։ Կներես։ Էլ չեմ ուզում կռվենք։ Ես էլ չեմ ուզում, Լիզ։ Ես ամեն անգամ գալիս եմ հետդ հաշտվելու, բայց ամեն անգամ ինչ-որ մի բան սխալ ա գնում։ Ինչ-որ մի խոսք, մի հայացք, մի ժպիտ, չգիտեմ։ Ես էլ հոգնել եմ անընդհատ արդարանալուց։ Լիզա ջան, ես էլ հոգնել եմ անընդհատ կասկածելուց։ Աչքերդ փոխվել են։ Հայացքդ էլ է փոխվել։ Առաջ դու ինձ էիր նայում, Լիզա, իսկ հիմա հայացքդ ուղղակի կողքովս անցնում ու գնում է, չգիտեմ ուր։ Որովհետև ամեն խոսքս հարցաքննություն է դառնում։ Իսկ չես մտածում, որ այդ քո պատասխաններից է գալիս, Լիզա։ Բայց ինչ ես ուզում ասեմ։ Ինչ ես ուզում լսես կամ ինչն եմ սխալ ասում։ Հիշում ես այն ժամանակ էլ նոր էինք հանդիպում, մի անգամ քո խանդի պատճառով նենց կռվեցինք, որ մտածում էինք էլ երբեք չենք հաշտվի։ Լիզ, այդ դեպքը լրիվ ուրիշ էր։
Այդ ժամանակ ես քեզ ասացի, որ սխալս ընդունում եմ, հասկացանք, որ անտեղի խանդել եմ։ Շատ հնարավոր է, որ հիմա էլ անտեղի ես խանդես, այս պահվածքս։ Բայց ուզես, ես քեզ սիրում եմ։ Ու էդ է պատճառը, որ զգում եմ քեզ ամեն ձև։ Օդից չեմ խոսում, չէ՞ Լիզ։ Բաներ կան, որ ուղղակի նկատում եմ։ Շատ ես մանրուքների հետևից ընկնում ու ես ինձ անընդհատ մեղադրյալի աթոռին եմ զգում։ Գիտես բանը որն է, որ դու հիմա էլ աչքերիս մեջ չես նայում։ Չհիշեցիր ինձ։ Ագնեսն եմ։